Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք կքննարկենք, մայիսի 1-ին ասել է Դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Շեստակեցնելով դիմումը ստանալու դեպքում Բրյուսելը հավանություն կտա, թե ոչ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը միայն ընդգծել է Երևանում հնչող այդ ցանկությունը, ցույց է տալիս, թե որքան գրավիչ է այսօր եվրոպական ընտանիքը։ Ցանկացած երկրի համար Եվրամիության անդամակցության դիմելու համար երկու պայման կային, պետք է լինի պետություն եւ լինի Եվրոպայում։ Մենք Հայաստանից դիմում չենք ստացել, երբ ստանանք կքննարկենք, բայց ինչպես ասացի, սա ցույց է տալիս, որ մենք հետաքրքիր ենք բազմաթիվ երկրների համար, նշել է նա։ ԵԱՏՄ-ն միջազգային իրավական գործիքներ ունի իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար, եթե Հայաստանը խախտի միության մասին պայմանագիրը։ ՌԻԱ Նովոստիին մայիսի 1-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Եթե Երևանը այնուամենայնիվ ձեռնարկի ԵԱՏՄ-ի իրավունքին հակասող քայլերին, ինչպես մենք ակնկալում ենք, տեղի չունենա, այլ կերպ ասած, ըստ էության կխախտի ԵԱՏՄ պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային իրավական մեխանիզմները միության մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար, նշել է նա։ Պաշտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը որպես հայոց ցեղասպանության շարունակություն, կիրառել պատժամիջոցներ բոլոր այն ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր պատասխանատու են զանգվածային այդ վայրագությունների համար, Ադրբեջանին տրամադրվող ցանկացած ամերիկյան օգնություն պայմանավորել մարդու իրավունքների չափելի բարելավումներով, այդ թվում այնտեղ գտնվող հայ պատանդների ազատ արձակմամբ։ Մայիսի 1-ին այս կոչն է արել այժմ ԱՄՆ-ում գտնվող Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ԱՄՆ կոնգրեսին, նա նաև հորդորել է ուժեղացնել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի վրա ապահովելու արցախցիների վերադարձը հայրենիք միջազգային ամուր պաշտպանության մեխանիզմներով։ Իսկ դուք երբևէ մտածել եք, թե ինչ ձայն կամ ձայներ ունի Երևանը։ Համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որում կարող եք լսել մանկան ձայներ, երաժշտություն, փողոցի աղմուկն ու Երևանին բնորոշ մի շարք ձայներ։ Իտալիայի Բրանկալեոն քաղաքում հնագետները 9-րդ դարի հայկական եկեղեցի են պեղել։ Իտալացի գիտնականներից մեկի խոսքով այս եզակի եկեղեցին գտնվում է քարանձավում։ Հաշվի առնելով, որ քաղաքը գտնվում է ծովի ափին դեմքով դեպի Հունաստանը, չի բացառվում, որ եկեղեցին կառուցել են Բյուզանդիայից ներգաղթածները։ Գտնված եկեղեցու ճակատին փորագրված է կենասծառ եւ սիրամարգ։ La scoperta di una chiesa armena nell'area grecanica di Brancaleone Vetus ha suscitato grande interesse tra gli storici e gli archeologi. Questa piccola chiesa probabilmente risale al IX secolo. Abbiamo trovato la presenza degli armeni che ci ha consentito poi di allargare gli studi e di fare altre scoperte sempre più importanti, appunto seguendo la scia degli armeni. Qui non si era mai parlato della presenza degli armeni, anche se poco distante da qua abbiamo il castello degli armeni, Rocca degli Armeni di Bruzzano, ma nessuno aveva fatto i collegamenti. Poi un giorno sono arrivato qui a Brancaleone, cercando la preistoria, sono entrato in questo anfratto, in questa grotta, e lì ho avuto la folgorazione. Ho visto una grotta chiesa del IX secolo, con l'albero della vita, il pavone inciso. Successivamente poi abbiamo trovato anche il tonir, che sarebbe il forno degli armeni, un forno interrato. Ecco, poi